Պարոն Սարգսյան, Հայաստանի կառավարությունը հայտարարեց Զելենսկի-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, նշում է, որ Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին վերանշանակվելու առթիվ եւ զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր, նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջխաղացման կարեւորությունը։ Երկկողմ փոխգործակցության նորակարգը Երևանի եւ Կիևի մեջ որն է։ Թե Հայաստանը եւ թե Ուկրաինան այս պահին գտնվում են մի իրավիճակում, երբ կախվածությունը արտաքին քաղաքացիներից շատ մեծ է։ Եվ նույն տարածաշրջանում գտնվելով Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհին մեկս մի քիչ առաջ, մյուսս մի քիչ հետ, բայց ընդհանուր առմամբ նույն եվրոպական համընդհանուր շարժման մեջ ենք, հա, մինչև պատերազմը օրինակ, թե մենք եւ թե Ուկրաինան գտնվում ենք այդ արևելյան գործընկերության մեջ եւ թե մենք թե Ուկրաինան Ռուսաստանի հետ բավականին ծանր հարաբերությունների մեջ ենք, այնտեղ պատերազմ, ստեղ հիբրիդ պատերազմ, այլուր այնտեղ հիբրիդ պատերազմից բացի նաեւ ռմբակոծություններ, ռազմական հանցագործություններ, մեզ մոտ այդ ամեն ինչ եղավ Արցախում, այսինքն մեզ մոտից սկսեց Ռուսաստանի ճնշումները գործադրվել, դրա համար լրիվ տրամաբանական է, որ Հայաստանը որ փորձում է նաեւ Ռուսաստանից հետագա իր զարգացման մեջ հեռու մնալ, հնարավորինս հեռու մնալ, ու առնվազն դա ժողովրդի ցանկությունն է, չգիտեմ ինչքան կառավարությանը, բայց դա այդ ամեն ինչը պետքա բերի նրան, որ Հայաստանը եւ Ուկրաինան պետք է համագործակցեն առնվազն այդ ճանապարհին։ Բացի դրանից, իրականում Ուկրաինայի տնտեսությունը կարող է ամբողջությամբ երևի բացի գազից եւ նավթից ամբողջությամբ փակել Հայաստանի պահանջարկը, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք, այսինքն, չգիտեմ, հացահատիկը, ցորենը, գյուղատնտեսական ապրանքների այդ ամբողջ ծավալը, արևածաղիկի յուղը, մետաղները, շատերը կհիշեն, որ մինչև պատերազմը, մինչև պատերազմի սկիզբը, մինչև կովիդը մաուն, այսինքն ուկրաինական այդ ավիաուղիները իրականացնում էին հիմնական թռիչքները եւ Բարիսպոլը, այսինքն Ուկրաինայի Կիևի հիմնական օդանավակայանը դարձել էր մեզ համար տրանզիտային գոտի, այն ինչ որ հիմա փորձում է վիզեի ռանի, դա ինչ որ արվում էր Մաոյով, արվում էր Կիևով։ Այսինքն մեր համագործակցությունը բավականին այտենց լավ հիմքեր ունի եւ մեր հարաբերությունները տնտեսական մինչեւ հիմա նույնիսկ պատերազմի պարագայում ես խորհուրդ եմ տալու մարդկանց շահություն դարձնել, ինչքան ուկրաինական ապրանք կա, չնայած որ այնտեղ պատերազմ որ պատկերացնեք, էլ այդ բանը չի լինի, ասենք այդ խնդիրները այլևս պատերազմից հետո չեն լինի եւ մենք կունենանք նորմալ տնտեսական զարգացում։ Հետեւաբար դա պետք է սկսել հիմիկվանից, ոչ մի խնդրեմ չեմ տեսնում այդտեղ։ Փոխնախարարի այցը Կիև միջոցառման մասնակցությունը Հայաստանի իշխանությունների շնորհավորանքը Զելենսկին փոխանցելա, սրանով ինչ է ընդգծում Երևանը, որ ներկայացվածություն են ապահովում այդ միջոցառմանը մայրավանքի նվիրված։ Դե տեսեք, եթե Կիևը կարողանար դուրս գալ այն իրականում բավականին ծանր ճնշումից, որը որ կապված է մեր հարևան երկրների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ ազդեցության հետ եւ ի վերջո Հայաստանում նշանակեր դեսպան, երևի թե կլիներ նախարարի այց, բայց քանի դեսպանը չկա եւ դա մեծ հաշվով հարց է, որը անմիջականորեն կախված է նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հետ, որտեղ Ադրբեջանը ուղիղ օգնություն է ներկայացնում եւ իրականում ես եւս մեկ անգամ որպես ապացույց Ադրբեջանը մեծ հաշվով թե միջազգային, թե ներքին եւ թե միջպետական հարաբերություններում չի հանդիսանում Հայաստանի դաշնակից, ընդհակառակ ինքը ուղղակի ժամանակաձգում։ Բայց ամեն դեպքում մենք ունենք այդպիսի մի իրավիճակ, շատ լավ է, որ Հայաստանը այդ ամեն ինչով հանդերձ ներկայանում, դա ճիշտ է, դա նշանակում է, որ դու չարի եւ բարու միջև այլևս պետք է ընտրությունը չունենաս։ Դու միանշանակ բարու լույսի կողմն ես, ընդդեմ չարիքի, հա, եթե Կիևում բան է կատարվում, որքան էլ որ խնդիրներ հիմա կան կամ կառաջանան հետագայում վստահ եմ, որտեղ տնտեսական հարաբերությունները իրանք մրցակցային բնույթ ունեն եւ դա նենց չի որ շաքարա միշտ էլ, այդ միևնույնն է պետք է ուղղակի այդ հարցը լուծել։ Հիմա փոխնախարարը լավ է, նորմալ, այլշուտ լավ չի, նորմալ է։ Նախարար կարար լիներ, կարար հարաբերությունը օրինակ պաշտպանության նախարարությունների մակարդակով դզվեր, եթե այդ խապկի թեման պարզվեր։
մենք ակնհայտորեն բան ունենք սովորելու ուկրաինական ճակատից, միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ նաև հնարավորինս պետք է աջակցենք Ուկրաինային, որ առաջ Ռուսաստանի հարցերը լուծել, որտեղ այնց երևի խոսենք դրա մասին, հա, սպասվող գազի գներ եւ Ռուսաստանի հետ վայրենի Հա, մինչ այդ հայ-ռուսականին անդրադառնալը Կիևը հետևողականորեն Վայլբերիսի պայսներն է ոչնչացնում։ Առավոտյան եւս մեկը նման հա ինֆորմացիա տարածվեց, սա արդյոք ռազմական նշանակության հարվածներ են թե ոչ։ Տեսեք, երկու կոմպոնենտ կա։ Նախ Վայլբերիզը դա բոլորս գիտենք, վաճառում էր առնվազն երկակի, իսկ շատ հաճախ նաև ռազմական նշանակության ապրանք, Վայլբերիզում կարող էր դա գնել, որովհետև ինքը իրականում դա Վայլբերիզը չէ, դա մարտիկ էին, իսկ Վայլբերիզը ապահովում էր լոգիստիկ կապը։ Եվ Վայլբերիզը ուկրաինական գլխավոր շտաբի տեսանկյունից դա լոգիստիկ կապն է, որովհետև ակնհայտորեն վերացնելով բեռնատար ավտոմեքենաները, նրանք որոնք գալիս էին դեպի Ղրիմ եւ այլն, բարձրաբար իրանք վերլուծում են, չէ՞, ոնց է դառնում այդ բանը։ Ինչա դառնում ոչնչացված լոգիստիկան։ Վայլբերիզը լինելով շատ հաջողակ բիզնես, ինքը կարողանում է լոգիստիկ կապը ապահովել։ Սա մի կոմպոնենտ, այսինքն երկակի նշանակության կամ ռազմական նշանակության ապրանքների արագ տեղափոխում Չինաստանից դեպի ճակատ, որտեղ Վայլբերիզը դա կարողանում էր անել, ու բացի դրանից Վայլբերիզը նաև հանդիսանում էր այդ ամբողջ ապրանքատեսականը պահեստ, որովհետև մի բանա որ քեզ կոպիտ ասած հիմա մի հատ է պետք դու մի հատ կամ երկու հատ բերում ես, ուրիշ բանա որ դու Վայլբերիզը օգտագործում ես 10000 հատ պահեստում ունես ու անհրաժեշտության դեպքում միանգամից տար։ Եվ երկրորդ կոմպոնենտը Վայլբերիզը այս պահին Ռուսաստանի on-line առևտրի 50%-ն էր եւ Վայլբերիզի ոչնչացումը ըստ փորձագետների, տնտեսագետների բերելու է Ռուսաստանի հնայի անկման մոտավորապես 2-ից 3%-ով։ Իսկ սա ակնհայտորեն հարված է Ռուսաստանի տնտեսությանը, ինչը Ուկրաինայի համար գնահատվում է քրիտիկական, որովհետեւ եթե դու պայքարում ես մի երկրի հետ, որը ոչնչացնում է քո տնտեսությունը, դու փորձում ես ոչնչացնել իր տնտեսությունը։ Հասանելին դա է, որովհետեւ այդ պահեստները երևում են, օդից են երևում, իրանք հայտնի են, կոորդինատները կան եւ դրոններով կարողանում ես բավականին խորքը վերացնել։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան չի անցնում ռազմական հանցագործությունների բանը եւ ուղղակի այտենց ինչ-որ մարդկանց չի վերացնում, քաղաքներին չի հարվածում, ինքը հարվածում է կետային նավթամշակող գործարաններ, տրանսպորտ, լոգիստիկա եւ մասնավորապես այդ on-line հարթակներ։ Հաջորդը հաստատ լինելու Ազոնը, մեծ հաշվով Ռուսաստանի բնակչությունը չէր զգում, որ պատերազմա գնում 5 տարի, որտեղ իրանց մոտ ամեն ինչ կար։ Հարցնում է իրաց մենք ամեն ինչ ունենք։ Պատժամիջոցները ասում են ինձ պատժամիջոցները չի անհանգստացնում։ Ես on-line պատվիրում եմ, ինձ գալիս է։ Ինչ որ ինձ պետք է, ինձ գալիս է։ Այդ ինձ գալիս է մի մասը, դա Ազոնն էր։ Հիմա իրանք Ազոնը, Վայլբերիսը։ Ազոնն ինը հետը կազմի։ Վայլբերիսն էր, որ դուրը չէր գալ, ինչ որ բան չուներ, բանով պատվիրում էր, Վայլբերիսը գալիս էր ինքը լավ էր ապրում։ Նույն բանը Մոսկվայում։ Հիմա Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը կզգան, որ պատերազմ է եւ միգուցե նաեւ այդ ծուխը, որը մշտապես բարձրանում է եւ ամեն օր գալիս է եւ իրանք ահռելի մեծ գումարներ են կորցնում, սա էլ է կարեւոր, որ առանց մարդու կյանքը խլելու ուկրաինական կողմը պատերազմը մցրեց յուրաքանչյուր ընտանիք։ Այսինքն ինքը ոչ թե այդքան մարդ սպանեց, այլ այդքան բիզնեսի ունեցված ոչնչացրեց եւ այդքան շահագրգռված մարդկանց վնաս տվեց, որպիսի պատերազմը մտնի ամեն մեկի տուն։ Հետևաբար հիմա մենք TikTok-ներում, չգիտեմ, ինչ որ Instagram-ներում այդ բոլոր արգելված իհարկե։ Բանում տեսնում ենք ոնց է ռուսները ողբում, որովհետեւ բա մենք ինչ ենք արել, ոչ հայտնի ռուսական հարցը անաս զաշտո։ Հենց այտենց բա 5 տարի պատերազմ ան գնում։ Այդ իրատեսական է այդ մի քանի 100,000 զորահավաքի մասին տեղեկությունները, դա ավելի ճիշտ տեղեկությունները կան, շրջանառվում են, լսում ենք, բայց կգնա Վլադիմիր Պուտինը այդ քայլին։ Դա ինքը ռազմական հանցագործ է, իրան միևնույն է ինքը ինչքան մարդ կսպանի թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, ինքը իր իշխանությունն է պահում, ինքը ուրիշ բաների մեջ է։ Չեմ կատունում այդ մասշտաբների հավաք կանեն ու
Դե ինչքան կկարողանա կտանի, որովհետև իրականում 22 թվականի սեպտեմբերին հայտարարված մոբիլիզացիան պաշտոնապես չի կանգ առել։ Իրանք չեն զրոյացել, այդ հրամանը լը գործում է։ Այսինքն միակ բանը, որ իրանք պետք է, իրանք պետք է զինկոմատների աշխատակիցներին գնան դուրը ծեծեն, հավաքեն տանեն, ասենք հիմա Ռուսաստանում այդ ամբողջ համակարգը փոխվել է, ու այսպես կոչված այդ գոսուսլուգի համակարգով է։ Այսինքն նույնիսկ դե դու ապրում ես Ռուսաստանում, դու քեզ կարա գոսուսլուգիով բան գա, պավեստ կանգա, ու դու ասենք մի շաբաթից չներկայանալու դեպքում դառնում ես ռազմական դա ոչ դրան քրեական անձագործ, իսկ մեկ ամսվա ընթացքում քո Ռուսաստանի ունեցվածքը իրենք կարող են վերցնել։ Երկու բանն էլ իրանց ձեռա տալ, իրենք կարան հայտարարեն մոբիլիզացիա նպատակային այդ պավեստկաները ուղարկելով օրինակ այսպես կոչված ռելոկանտներին, մի ամիս 40 օր հետո դրանց ունեցվածքը վերցնեն։ Որովհետև հիմա տենց այդ իրավունքը կա, որ եթե դու փախել ես, դու ինագենտ ես, դու փախել ես, դու հանցագործ ես, դու պատերազմի դեմ ես եւ այլն, իրանք կարան պաշտոնապես պետականորեն ունեցվածքը վերցնեն։ 37 թիվն է։ 37 թիվին ասում են, որ մարդիկ բան էին գրում էին հարևանի վրա, որ բնակարանը վերցնեն ձեռքից։ Ու շատ հանգիստ կարա լինի։ Ասում է հիմա չեմ կարող ասել համատարած, բայց տեղեկություններ նաև կան, որ հայերը դրա այդ մտավախությունը հաշվի առնելով գալիս են բան։ Վաղուց պետք է անեն։ Վերադառնում են Հայաստան։ Վաղուց պետք է անեին։ Հիմա նույնիսկ դա մեծ խնդիր կարա առաջացնի գալը։ Այսինքն թե տոմսերն են թանկ, թե այդ ամբողջական շարժումն է սկսում, այդ իհարկե բան է։ Խնդիր ասելով ինչ նկատի ունեք, որ կարող է նաև դուրս չթողնեն։ Կարող է դուրս չթողնեն, կարող է կաշառք վերցնեն, կարող է երկար պահեն ճանապարհին այնքան, որ քո ունեցվածքը ամբողջությամբ բան անես, օրինակ Եղեռնի ժամանակ այտենց բաներ կային, որ ռուսները բան էին անում, Գալադամորի ժամանակ կար այսպես կոչված տորքսիները, որտեղ որ բան էին, ինչ եք հեռու գնում 90-ից 93 թիվ Լևոնի ժամանակ հարստացած դախլչիները ինչ էին անում։ Ասենք Երևանում քաղաքի կենտրոնում բնակարանները 2.5-3 $000-ով առնում էին, հետո ինչ որ տարօրինակ մարդիկ հարստացան դրա վրա։ Բա ո՞նց եղավ։ Բա այդ շները ո՞նց հարստացան։ Հենց այդտենց։ Ասում էին հոսանքը տալիս են գետնին, հացը կար, բայց հացը չկար։ Նույն բանն է, նույն մոդելն է, նույն սրիկաներն են։ Հնարավոր է տենց մեծ արտահոսք Ռուսաստանից Հայաստան։ Մեծը ախր այնտեղ բնակչությունը շատ վատ վիճակում է, մեծ, ոչ մեծ, այդքան էական չի։ Հիմա օրինակ 100,000 հայը Ռուսաստանից որ դուրս գա, Ռուսաստանի տնտեսության վրա կարա հանգիստ անդրադառնա, ասենք չգիտեմ, 1-1.5% հնայի, որովհետև հայերը այնտեղ ինչ-որ բիզնեսով են զբաղվում, փոքր միջին, բայց բիզնեսով։ Դա նշանակում է բիզնեսը փակվում է, չէ՞, այդ ամեն ինչը։ Ընդ որում ես ասեմ, այս Wildberries-ին հարվածները նաև ոչ միայն հայերի, այլ բոլոր մնացածի վրա այդ բանը ազդեցությունը կթողնեն, որովհետև իհարկե դա բան է, ազդում է։ Մարդիկ դա առևտուր էին անում ինչ-որ ձև, չէ։ Նույնիսկ Wildberries-ով, եթե բանով։ Փոքր միջին բիզնեսը տարբերությունը ահռելի էր, դու ունեիր on-line հարթակ, որտեղ դու պահեստի կամ խանութի կամ սանեպիդկայանի խնդիր չունեիր, քոնտ ընդեղ էր դրած այդ ամեն ինչը։ Հիմա այդ ամեն ինչը բերել օֆլայն, գնալ տեղ վարձել, գնալ պայմանավորվել, թուղթ չեն անի, գել են կգան։ Դա արդեն շանս էլ չկա, մարդիկ վարկեր են վերցրել, այդ վարկերը վառվել է բաներում, պահեստներում, էլ ինչ անես։ Հիմա այս իրավիճակը որ կա, սրա ֆոնին Մատվիենկոն ասում է Հայաստան մի գնացեք, ասում է մեր տուրիստներին կասենք Հայաստան մի գնացեք, որովհետև ասում է ձերբակալում են Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանում։ 1-2 դեպք գուցե եղել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին միակ դեպքերը, որոնք հիմա մտքից գալիս են, այդ նրանք են, ում Ռուսաստանի կառավարությունը հռչակել էր հանցագործ եւ այդ ներքին ԱՊՀ-ի այդ բաներով, բազաներով իրանք ֆոնում, բայց իրանք ոնց օթանավակայանում ոնց վերցնում էին, այտենց բաց էին թողում։ Բայց ինչ վերաբերում է տուրիստներին կասենք, որ չնայած Վալկա ստականը մի քիչ կորցրել է իրան։ Հայաստան տուրիստ չի գալիս։ Հայաստան փախնում են։ Ահռելի տարբերություն է։ Հա տուրիստ պետք չի, մեզ տուրիստ ընդհանրապես պետք չի, փախնում են իրանք։ Ու ընդ որում նենց չի, որ իրանք գալու են մնան։ Ես հիշեցնեմ, որ 22 թվականի թե մարտին եւ թե սեպտեմբերին եկածների ավելի քան 90%-ը գնացել է Հայաստանից։ Այսինքն իրանք Հայաստանը օգտագործում են որպես ժամանակավոր մի տեղ,
Նրանք գալիս են ռուսական խասեթի համաձայն սաղ այլանդակում են, գները բարձրացնում են բանանան, ռադները քաշում։ Այսինքն նենց չի որ մենք շատ երջանիկ ենք, որ իրանք գալիս են։ Չեք գալի ջանդամից կա, գնացեք ուր դե ձեզ սպասում են։ Նենց չի որ ստեղ ենք սպասում։ Ուղղակի որպես եղերն տեսած մարդ, որ մեկը գալի դուրը ծեծում ասում է ինձ այնտեղ կոտորում են երեխուս կտանեն, ճակատ կսպանեն։ Դա սիրտը չի տանում, ասես չէ։ Բայց նենց չի որ վայ մի գիտես երջանիկ ենք, որ գալիս է։ Հա եկել ես լավ ես արել, հարց չկա, գաս կապրես, ինչով կարողանանք կօգնենք, չենք նեղացնի, բայց նենց չի որ մենք տենց բանը Ալեն Սիմոնյանի ընկերուի Վալկա մոտվի ենք ու խստագույն սխալվում է որ մենք տենց յանի մի երջանիկ ենք որ իրանք գալիս Դեկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը այս տարվա Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքականության առումով կարևոր շրջադարձերի ժամանակատվածներ լինեն նախ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ նիստում հնարավոր է քննարկվի Հայաստանին քվեարկության հնարավորությունից եւ ձայնի իրավունքից զրկելու հարցը դա ինչ կտա ոչ ոք խնդիր կառաջացնի կոտորել էին բան քննարկելով կամ քվեարկելը ոչ ոք չի ում կտա իրանց ոչ ոք չի հիմա ասենք իրանք ես հասկանում եմ չէ իրանց մտավախությունը Գալուզինն էր ասել որ կարող եք քննարկենք դե ախրետ Անդեղ Ռուսաստանի կառավարող օղակներում բաներ կան հասկանում եք այնտեղ շուտ մարդիկ կան ում վրա Հայաստանը կախած է որպես այդ իրենց պատասխանատվության ոլորտն է ու եթե Հայաստանում իրանք ինչ-որ բանով խնդրեմ են ունենում իրանք այդ խնդրեմի համար նաև օրինակ պարգևավճար չեն ստանում այդ խնդրեմի պատճառով հիմա այդ Գալուզին, Օվերչուկ ես շատ գիտեմ ֆլան, բեֆան դրանք սաղ պետք է հաճան հաճում են ու հաճում ինչ է ուշադրություն մեկը դարձնում դրա վրա չգիտեմ ասենք լավ հապկի զրկեցին ձայնի իրավունքից վերջի անգամ Հայաստանը երբ է քվեարկել 23 թվականին օկտեմբերին այն որ եկել էին Երևան այդ վաղտա քվեարկել դրանց հետո բան է եղել չէ ու չունգլս չէ ռադները դու կաշին այդ Նիկոլը կարող է իրան ված գա մնացած է բայց սա հենց իր որոշումն է չմասնակցել չգիտեմ ասենք ես չգիտեմ նույնիսկ հապկի արողակարգի մեջ այտենց բան կա որ ձայնի իրավունքից զրկենք տվին 3 տարի փողը չեն տալի մերոնք օքեյ կարող է դրա համար զրկեն ջանդամ ես չեմ հասկանում տեսեք հապկի մեջ գտնվելը այն ինչ որ Նիկոլը իմ խոսքերը կրկնում էր այդ ճիշտ է ասում ես եմ վախտել եմ ճիշտ ասել ինք ուղղակի ձև էր տալի որ չի հասկանում սկզբից հապկում գտնվելը Հայաստանի ռազմավարական վտանգներից ռիսկերից ամենախոշորներից մեկն է Հաջորդը դա Ռուսաստանի հետ երկկողմ ռազմատեխնիկական հարաբերություններն են։ Այսինքն այս երկու ռիսկերի պատճառով Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ Աբշերոնում նստած շուտ անձնավորություն հակարա փռշտա Հայաստանի վրա։ Ու ինքը կարողանում է արևմուտքից ավելի շատ բան ստանալ, քան Հայաստանը, որտեղ Հայաստանը շարունակում է կապերը պահել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական մասնավորապես Սու-25-ներ ուղարկել Ռուսաստանում վերապատրաստելու, ասենք, չգիտեմ, օտաչուներ ուղարկել այնտեղ վերապատրաստելու, դա ոչ թե հիմարություն է, դա խայտարակ ռիսկային գործողություններ են։ Խայտարակ, օրինակ, նույն օթուժի տեսանկյունից Սու-30-ի վրա մնալը, դա Գեր ռիսկային դա ռիսկ է, որ Հայաստանը երբևիցե ռազմական օթուժ չի ունենա։ Ուղղակի չի ունենա այլևս։ Հասկանում եք, մնալ ռուսական օթային բանի ուժերի հույսին, այսինքն ռուսական արտադրության վրա, նշանակում է Հայաստանին կտրել օթուժից։ Տասնամյակներ առաջ։ Ինչ անեմ, իմ այլ ոնց բացատրեմ։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գալուզինի հայտարարության ֆոնին ՀԱՊ գլխավոր քարտուղարը նշում է, որ ՀԱՊ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել դաշնակից։ Ամեն դեպքում հակասող են այս երկու հայտարարությունները, թե ոչ։ Իրանց գործողություններն են հայկ ասում Գալուզինի բան։ Ես երբևիցե չեմ լսել, որ Ղրղստանը հայտարարի, որ Հայաստանը իր ռազմական դաշնակիցն է։ Երբեք չեմ լսել դրա մասին։ Ինչպես նաև Ղազախստանից երբեք չեմ լսել։ Բելարուսից լսել եմ, որ Ադրբեջանը իր լավ ընկերն է, այսինքն Գալուզինը այն ինչ որ ժամանակակից ռուսերենում ասում են ֆուֆլագոնշիկ է։ Ինքը
հասարակ Ռուսաստանի այդ արտաքին գործերի նախարարության չինովնիկա, որը ասենք առավոտվերականում որ հիմարություն դուրս տա։ Բացարձակ հիմարություն դուրս։ Այդ հայտարարությունից հետո ուղղակի կարելի է դեսպանին դուրս վռնդել։ Որտեվ քո ինչ գործ դա։ Այսինքն ինչ ով է համարում դաշնակից։ Ուրա վերջի անգամ դաշնակցային ինչ որ հարաբերություններ։ Հայաստանը չի մասնակցել ոչ մի զորավարժության։ Հայաստանը ոչ մի ընդհանուր բան չունի։ Ինչի մասնարը ոչ մի հիմարություն։ Շուտություն։ ՀԱՊԿ թուրքական երկրների բանա։ Սելջուկ բոլշևիկյան, թուրք մեծ հաշվով թուրք հորդի, այդ թաթար-մոնղոլական հորդի մնացորդը։ Հայաստանը այնտեղ ինչ անում, չգիտեմ, բայց անում է։ Ոչ, Նիկոլին դուր է գալի այդ մոմենտը, որ ինքը ծառայում է տարբեր թուրքական շահերին երևի։ Իսկ դեկտեմբերին արդեն ակնկալում են, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր ասի հանրաքվե անցկացնում է, թե ոչ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի առումով, էլի գալուզինն է հայտարարում, ասում են, եթե որոշում չլինի, ԵԱՏՄ անդամ պետությունները իրենց որոշումը կայացնելիս նաև այդ որոշման բացակայությունը հաշվի կառնեն։ Երկու բան կա այստեղ։ Նախ այս վերջերս որ հանդիպում կար Նիկոլը գնաց ու լրագրողների հետ սկսեց խոսել, դա ես համարում եմ պրոստը ֆանտաստիկ հիմարություն։ Այս մարդը չի հասկանում իր կարգավիճակը որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Իրան թվում է, թե ինքը իր թերթի գլխավոր խմբագիրն է։ Ինքը ինչ որ անասունների հավաքածու, բառեզբուն իմաստով խնդրում եմ չկտրել ես։ Ռասիա, չգիտեմ այնտեղ ինչ էր, Russia Today ու առաջին ալիք, այսինքն ռազմական հանցագործություններ, երեխաների բռնաբարություններ, արդարացնող հեռուստաալիքների լրագրողների հետ դրած հավասարի պես խոսում է ու ստատուսը չպահելով, ժպտալով, ինչ որ տենց ընկերական խոսալով, սա բացարձակ հիմարությունը ցանկացած եվրոպական երկրի ղեկավար դրա համար հաջորդ օրը իմպիչմենտի կենթարկվեր։ Այս մարդը դա չի հասկանում։ Ուրեմն նորից Գալուզին, Մաշկա Զախարովը, ես իմ Վալկա Ստական, այն կոկայինոտ ձին, այդ բոլոր մարդիկ կարան հաչան Ռուսաստանից, ստեղից իրանց պետք է պատասխանեն, իրանց համարժեք կարգավիճակով մարդիկ։ Դա կարելի է նույնիսկ մի 3 բան ներքև, օրինակ չգիտեմ, Գալուզինը խոսում է, արտաքին գործերի նախարարության դեմը կանգնող ոստիկանին ես ի պատասխան խոսացնում, մոտենում ես դու որպես լրագրող, իրան հարցնում ես, ասում ես, ինչ ես կարծում, Գալուզինը սենց բան է ասել Հայաստանի վրով, ու այդ մարդը, որ այնտեղ կանգնած է, մեծ հավանականությամբ կարճոցի մասնակից։ Ինքը քեզ ոնց ասի, այտենց էլ եթեր կտաս։ Այտենց պետք է լինի, ոչ թե երկրի արա Իրան համարժեք, այնտեղ մենակ այն բանն է, բունկերային առնետը, Պուտինին ինքը կարա պատասխանել։ Կարա, то есть իրավունք ունի պատասխանելու Պուտինին, ինքը ավելի ներքև պաշտոնյաներին պատասխանելու իրավունք չունի։ Ինչի Ալենը հասկացավ ի վերջում, որ իրան սկսեցին հարցնել, իսկ Մաշկա Զախարովան ասելա, որ դու սենց ինքը ասեց, գնացեք իմ քարտուղարուց հարցրեք, ինձ խեր կարծես։ Բայց հասկացավ, չէ՞ մի պահ որ ասել կամ հասկացրեցին, որ ընկեր չի կարելի պատասխանել դրանց։ Իմ համար է նույնիսկ վիրավորական, որ ես պետք է նստեմ ու ես բացեմ։ Իմ տեսանկյունից Գալուզինը ռազմական հանցագործ է, որը բանի պես Ռիբենտրոպի փոխնախարարների պես պետք է Նյուրնբերգյան process-ից հետո գնա 15 տարի նստի։ Ասենք երբ Ռուսաստանի հարցը լուծվի, բոլոր մարդիկ ովքեր պետական համակարգում են, պետք է նստեն, իրենք ռազմական հանցագործներ են։ Մի մասի կարող են նույնիսկ ախաղան հանեն։ Արդարացնելու համար մանկապղծությունը, չգիտեմ, եկեղեցիների ոչնչացումը, Արցախի ժողովրդի այդ բանը, սովից բան անելը, հետո ինչ որ էթնիկ զտումներ, այդ ամբողջի համար իրենք պետք է պատասխանատվություն կրեն։ Այդ թվում լրագրողները, ես հիշեցնում եմ բանում Ռուանդայի այդ ցեղասպանության ժամանակ այդ 1000 բլուրների ռադիոն որ կա, որը իրանք պատասխանատու էին այդ ցեղասպանության համար եւ բոլորը մարդպատժի բանից ստացան։ Այսինքն իրանք ստացան պատիժ քրեական, մի մասը նույնիսկ մահապատիժ։ Այսինքն լրագրողի հետ, որը արդարացնում է մարդասպանությունը ուրիշ երկրում, ինչև էլ արդարացնում էր Ադրբեջանի հարձակումը Արցախի խաղաղ բնակության վրա, եղբայր, դու դրանց հետ ինչ ունես խոսալու, բացի գնա ես քո սենց ունենցը։ Այն ոչ մի բան։
Հնարավոր է գազի գնի Իհարկե, առաջ գա։ իհարկե հնարավոր է։ Ուրիշ բան չի մնացել, իրենց մնացել է։ Բայց դա արդեն դա վերջի բանը կլինի։ Դա գազը իրանք կօգտագործեն որ եթե գազն է, ուրեմն նշանակում է սաղ տակ են տվել։ Եթե գազի Երբ մասն է կօգտագործեն դա։ Չգիտեմ, այն պահին, երբ Ռուսաստանը գազի գինը օգտագործի, այսինքն անմիջականորեն բարձրացնի գազի գինը Գազպրոմ, որովհետև իրանք գազը ցածր գնով վաճառում են Գազպրոմ Արմենիայի վրա։ Մենք գնում ենք շուկայականին շատ մոտիկ գներով։ Այսինքն իրանք այդ որ հայտարարում են, որ 3 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայում, այդ Գազպրոմ Ռուսիան վաճառում է Գազպրոմ Արմենիային այդ գնով։ Թե չէ մենք շուտ գնում ենք, չի որ շատ բան ենք առնում, շատ տարբերություն։ Ժամանակ է լինում, օրինակ Եվրոպայում երբ որ գազի պաշարները գալի հասնում են մաքսիմումի, մենք նույն չափ ենք վճարում, մոտավորապես քիչ թե շատ, պլյուս բանով են PPP-ով որ կա, թե ինչ արժի $1, այստեղ $1 Մենք շատ մոտիկ ենք դրան վճարում, հենց որ ես առանձնապես խնդրեմ չեմ տեսնում, բայց այն պահը, երբ որ Ռուսաստանը գազի գինը բարձրացրեց, Գազպրոմ Արմենիայի համար գազի գինը բարձրացրեց, նշանակում է, որ իրանք ամբողջությամբ ընդունել են, ստորագրել են եւ կնիքը դրել են, որ իրանք Հայաստանում պարտվել են եւ անցնելու են հիբրիդ պատերազմի այլ տարբերակների։ Իրանք լավ գիտակցում են, որ դա կարող է բերի Հայաստանի գազային աղբյուրների փոփոխության եւ դա ուղղակի վերջնական կտրի հարաբերությունները Ռուսաստանի, որովհետեւ այս բանը մենք էտա պահում։ Ուրիշ բան մենք չունենք, որ պահում է Ռուսաստանի։ Ոչինչ։ Ով ուրիշ բան է ասում, սուտ է խոսում։ Ոչ տրանսֆերներ ունենք, այնա ինքը տես ասում, որ մարդիկ ելնում են գան Ռուսաստանից։ Չունենք մենք ուրիշ կապող օղակ չունենք։ Մենք ունենք սուպեր մեգա դախլչիների, մենք է ինչ-որ բան, որ այնտեղից ինչ-որ ապրանք են բերում, մեր վրա ծախում են, իրանք հարստանում են, դա էլ ոչ կդիմանան։ Բայց չդիմանան ավելի լավ։ Ազգայնականացում կանենք իրանց բանը, ունեցվածքի, իրանք կնստեն ռազմական հանցագործությունների համար, ոնց որ ոմանք ստեղ Հայաստանում Ռուսաստանին օժանդակում էին միլիարդների գումար լվանալ, իրանք սաղ կնստեն, մենք յոլակ գնանք։ Ալիևի վերջին հայտարարությունները էներգետիկայի հետ կապված, արդյոք մտահոգիչ չեն Ադրբեջանի նախագահը ասում, որ ատոմակայանը չի աշխատելու, չնայած որ ատոմակայանը դեռ երկար ժամանակ ատոմակայանը աշխատելու է, բացի դրանից միջուկային էներգիայից Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել, Ալիևը էլի եմ ասում, ինքը ամբողջությամբ գտնվում է այն մղձավանջի մեջ, որ իրան թվում է, թե ինքը պատերազմը հաղթել։ Ինքը չգիտի, որ պատերազմը ինքը չի հաղթել, պատերազմը իր համար հաղթել են։ Ու գնալով, ասենք, Ռուսաստանի թուլացում, Իսրայելի վարկանիշի ոչնչացում, վերջում կմնա նաև այդ վիճոկ զյաճոկ այդ նարնջագույն անձնավորության, որ սպիտակ տունն է գրավել, դրա շրջապատն էլ կթուլանա հեսա midterm-ից բանից հետո դա Ալիևը բանը ասենք Էրդողանը արդեն դժվարությամբ է կարողանում ինքը իր երկիրը կառավարի Թուրքիայի մահավոր ճգնաժամը։ Այդ ամեն ինչից հետո այդ Աբշերոնին բան են անելու, վսկաշ են անելու Սուլտանչիկին։ Ու մենակ մենք չէ։ Ալիևին։ Բա իհարկե։ Ինքը, տեսեք, Ադրբեջանը Ալիևից հետո խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես կարա գոյություն ունենա որպես Ադրբեջան։ Ինքը սիա է։ Ինքը բլելու է։ Ինքը չի կարա մնա։ Բացի նրանց, որ մենք օր ու գիշեր, սենց ասեմ, Հայաստանի մայրերը աղոթում են, որ նրանց քոքը չորանա, բացի դրանից լիքը մարդ կա, որ ուզում է դա անի։ Եվ սենց ասեմ, Նիկոլից բացի ցանկացած այլ իշխանություն առավել խելամիտ կօգտագործի հատուկ ծառայությունները Ադրբեջանը ոչնչացնելու վրա հալավել հիմար կփորձի պատերազմ անել։ Ովքեր են ուզում ցանկացած ուրիշ իշխանություն, բացի անձամբ Ալիևին ոչնչացնել ովքեր են ուզում։ Ցանկացած մարդ, ով տարածաշրջանում ուզում է կառավարի, տեսեք, Ալիևը տարածաշրջանում 3 բանի խամաճիկ է։ 3 ուժի խամաճիկ է։ Ռուսաստան, Իսրայել, բայց Իսրայել չէ, սիոնիստական այդ բան, եւ Թուրքիայի Էրդողանի կլան, այսինքն Պուտին, Էրդողան եւ Նետանյահու։ Ինքը այս 3 կլաների գործոնա, ինչը միշտ խանգարում է, որովհետեւ երբ որ դու գործ ունես կլաների հետ, ոչ թե կորպորատիվ շահերի, ոչ թե ռազմաքաղաքական շահերի, ոչ թե աշխարհագրական անհրաժեշտության, այլ կլաների, որոնք որ իրականում ոչ հայրենիք ունեն, ոչ արժեք,
նու ոչ բարոյականություն։ Դու խնդրեմ ես բոլորի համար։ Որտեղ ոչ մեկ չգիտի դու ինչ ես անում։ Այսինքն դու չես գործում ելնելով քո երկրի շահերից։ Դու գործում ես ելնելով այդ 3 կլանի եւ քո սեփական կլանի շահերից։ Այսինքն դու մեծ հաշվով նույնիսկ մաֆիա չես, դու ինչ որ բանդիտ ես։ Քոչ որ բանդիտ ես։ Որ նայեք ինքը Ադրբեջանի հետ ինչ ա արել։ Այսինքն sense բանով որ նայում եք, այդ իրանց մոտ որ հաճախ մեզ մոտ թաքցում են, որ նայեք թուրքական մամուլում երևում, ասենք չգիտեմ, քուրի ջուրն ա պակաս։ Օգտագործում ա քուրի ջուրը մենակ իր սեփական բաների նպատակով։ Չէ՞ եթե որոշումը որ ստեպտի հանքլնի, ինքը տեղի ժողովրդին սպանում ա ուղղակի ֆիզիկապես, քիմիական բաներով, արտանետումներով սպանում ա։ Այսինքն ինքը թքած ունի այդ ամեն ինչի վրա։ Էլ չասած որ իր նավթի եւ գազի պաշարները սպառվում են այն արագությամբ, որ ինքը այլևս գումարի խնդիր ունի։ Ինքը գումար չի կարա բերի։ Ինչի՞ է ինքը գնում Գերմանիա, ասում դե մենք կարող ենք Ռուսաստանին փոխարինել գերմանական շուկայում գազի բանը։ Որտեղ ինքը լավ գիտի, որ ինքը չի կարա, գերմանացիքը գիտեն, որ չեն կարա։ Խոսքը նրա մասին է, որ ասում է ես պատրաստ եմ իմ դրոշը օգտագործել ձեզ ռուսական գազ տալու համար։ Գերմանիայի այդ Պուտին Ֆերշտայններն էլ, որոնք որ բան Alternative für Deutschland կուսակցության բանին են։ Իրանք էլ ուրախ երջանիկ են, որտեղ իրանք էլ են մեծ հաշվով շտազի մնացորդները բաներ, իրանք սա խուսամետ են։ Ու նենց չի, որ Մերկելը հենց այնց հրաժարվեց եւ միջուկային էներգիայից եւ Գերմանիային վերես նստացրեց ռուսական բանի վրա, գազային ասեղի վրա։ Այդ Հյուսեյն հոսք կոչվածները 1-2-ը այդ հենց այնց չէ, ահռելի գումարներ են ու Գերմանիայի վերնախավի մի մասը փոխկապակցված է Ռուսաստանի, իրենք երջանիկ են։ Ակնհայտ է, որ Ադրբեջանից դեպի Էրզրում գնացող գազատարը ինքը 8 միլիարդ խորանարդ մետրի համար է նախատեսած։ 27 միլիարդ խորանարդ մետր ինքը չի կարա ծախի։ Ոչ մի ձևով, ոչ մի պարագայում հնարավոր չի։ Ոքի հնարավոր չի։ Դա 3 ամբողջ ու առնվազն 2/10 ավելի շատ է, քան իր գազատարը։ Եվ առաջիկայում հայ-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր է լարվածություն, թե ոչ, չնայած որ այս օրերին ասում են խաղաղության գագաթնաժողովի մեկամյակն է շնորհավոր եւ այլն, բայց Ադրբեջանի պահանջները սահմանադրություն փոխելու, անկախության հռչակագիրը հանելու եւ այլն, թեւս իշխանությունները ինչքան էլ որ վատ է, բայց կողմ են, բայց չեն կարողանալու անել, սա ինչ խնդիրներ է առաջացնելու։ Ոչ մի հավելյալ քան հիմա կա։ Ուրիշ հարց է, որ բնակչության այն մասը, որը սիրում է, որ Նիկոլը իրանց ականջներին բան փսփսա, այտենց բան կախի, որ յանի ամեն ինչ լավ է, արդեն խաղաղություն է, արդեն բան է, այդ նրանք ովքեր ուզում են խապված լինեն, իրանց համար կարա շոկ լինի, մնացածի համար չէ։ Ոչ բան չի փոխվել, նույն բանն է հավաք։ Սահմանին խնդիրներ չեն առաջանում։ Սահմանի խնդիրները ամենավերջի կետն են։ Այդ սահմանի խնդիրները նշանակում պատերազմ է, դա ուրիշ թեմա է։ Սահմանի խնդիրները այդ լրիվ այլ թեմա է։ Սահմանի խնդիրները Ադրբեջանը իրականացնում էր, որպեսզի Հայաստանը նախահարձակ լինի կամ լայնամասշտաբ ինչ-որ գործողություն սկսի, որպեսզի ինքը ամբողջ աշխարհին հայտարարի, որ տեսեք, սա Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանի պես ռազմական հանցագործներ են հարձակվում են վրես, ոնց որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա, դրա համար ես իրանց հիմա կոտորել եմ վանանը։ Ոչնչացնեմ ու 44-ին ինքը տենց էլ արեց ու տենց էլ ստացավ ամբողջ աշխարհի ու առնվազն լռությունը։ Ոչ մեկի մտքով չի անցնում, ինչի 44-ին ոչ մեկ առանձնապես չխոսած, չէ կովիդը չէր։ Նրանից էր որ դու հապկի մեջ էիր ու Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ, այդ դրա համար էլ ոչ մեկ չխոսած։ Իսկ Ադրբեջանի այդ ներքին խնդիրները որևէ ազդեցություն ունենում են Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացի վրա, թե ոչ։ Իրանց ամբողջ արտաքին քաղաքականությունը պայմանավորված է ներքին խնդիրներով։ Իհարկե ունենում են։ Գոյություն չունի, ինքը փորձում է տոտալիտար ռեժիմ կառուցի, այդ տոտալիտար ռեժիմը մասամբ կառուցել է, ասենք մասնավորապես օտարերկրյա ամբողջ ԶԼՄ-ների այդ փուլը, այդ բանը, սպեկտրը Ադրբեջանից հանած է, ոչ մեկ իրականում չգիտի ինչ է կատարում Ադրբեջանում, ու բացի Թուրքիայից ոչ մեկ բան չի անում, կարողանում ես թուրքական ինչ-որ բանով ստանաս ինչ է կատարում, բայց ինքը պայմանավորված է, որն է, ասենք ինքը օր ու գիշեր այդ խնդրի լուծման առաջ է։ Ինքը կառուցել է, տեսեք, ցանկացած տոտալիտար պետություն ինքը իրան կառուցում է բանով, ինչ որ մի հանրային
համաձայնագրի շրջանակներում ինքը ժողովրդին ասում է ես քեզ կտամ մի բուր բրինձ, մի բաժակ մաքուր ջուր ու մեկ-մեկ երեխեքիդ կտանեմ առաջնագից կսպանեմ։ Աղջիկեքիդ մեկ-մեկ կծախեմ թուրքերի վրա։ Բայց այսքանից ավել բան չեմ անի։ Դու ինչ ունես, այդքանը կունենաս։ 10 հատ ոչխար կթողեմ, ունենաս 11-րդը կվերցնեմ, բայց դու պետք է չխանգարես, որ ես կառավարեմ։ Այսինքն դու նավթի հետ գործ ունես, ոսկու հետ գործ ունես, գազի հետ գործ ունես, իմ ֆրֆռալու, իմ աղջիկա բարոյական, անբարոյական, ակո գործը չի 7 հատ կուզենա 7 անգամ կամուսնանա կբաժանվի, բայց այ քո աղջիկը պետք է չադրայով ման գա ու մի անգամ ամուսնանա։ Ադրբեջանցիք որպես տենց ինչ կենթանի մեծացրել են հիմնականում, այդ կենթանիներից նաև իրանց բանն է ձևավորվել աշխարհանկալումը, իրանք ասում են օքեյ։ Հիմա եկել է այն ժամանակը, որ մի բաժակ մաքուր ջուրը արդեն պրոբլեմ է։ Ջուրը արդեն կեղտոտ է։ Բրինձն էլ արդեն մի բուր չի։ Մի բուրից ասենք մի երկու պտղունց պակաս է։ Իրանք զգում են դա, չէ՞, ադրբեջանցիները դա զգում են։ Իրանք իհարկե սովոր են, որ իրանց վարքային մոդելը դա հոտի մեջ գտնվող բանի մոդել է, բայց նույնիսկ դրանք որ խոտը պակաս է, բան սկսում են բառաչել, չէ՞, ասում են ինձ ուրիշ տեղ տար։ Ինչքան կարան հողոտեն։ Իսկ այդ ոչխարի մոդելը սենց է, իրան որ թողում ես խոտի վրա, ինքը ատամները նենց է, որ ինքը ինչ-որ մի պահ ուտում անապատ է սարքում, արևմտյան Հայաստանը անապատ սար դառը, որտեվ այդ Սելջուկ, Մելջուկ, այդ զրթուզիբիլները որ եկել են, իրենք մենակ ոչխար էին տարածացնում, այդ ոչխարն է ուտում է, վերջում արմատն էլ է հանում, արմատը քանի անգամ հանես, էլ խոտ չի լինի, հող կլինի, հետո քամիներ, անձրևներ դառնում է անապատ, այդպես է դառը անապատ։ Հայաստանի ներքաղաքական թեմաներին անդրադառնանք անվտանգության քարտուղարի Պետք է ասել վերադառնանք մեր ոչխարներին։ Հայաստանի ներքաղաքական թեմային անդրադառնանք ինչ տեղի ունեցավ անվտանգության խորհրդում, ինչու քարտուղարի փոփոխություն եղավ, այս 8 տարուց ավելի եմ Արմեն Գրիգորյաններ հանկարծակի Ալեն Սիմոնյանը նշանակվեց, որովհետև Ալեն Սիմոնյանները եւ չէր կարողան գործ մնալ թե ինչ որ խնդիր կար Արմեն Գրիգորյանի հետ եւ այդպես չեմ կարող մտնեմ Նիկոլի գլխի մեջ ու որոշեմ հասկանամ ինչ է արել ըստ Նիկոլի մեկնաբանության ինքը առաջարկ արել Արմեն Գրիգորյանին միանալ թիմին շատ ավելի ցածր պաշտոնում, որը ես համարում եմ վիրավորական եւ դրանից ելնելով ենթադրում եմ, որ ինչ որ կոնֆլիկտ է ձևավորվել Արմեն Ես ենթադրում եմ եւ վարչապետի միջեւ, որովհետեւ առաջարկը, որը արվել է Արմեն Գրիգորյանին, վիրավորական է։ Գլխավոր խորհրդական ըստեղ։ Վիրավորական է։ Վարչապետի գլխավոր խորհրդական աշխատելը վիրավորական։ Այո, վարչապետի գլխավոր խորհրդական նշանակման մեջ դա վիրավորական է, որովհետեւ գլխավոր, ոչ գլխավոր, վերջի խազ խորհրդականը միևնույն է, ենթարկվում աշխատակազմի ղեկավարին, որը ասենք որպես դեսպան Ամերիկայի, բացի նրանից, որ անմիջականորեն ենթարկվում էր արտգործնախարանին, նաև հիմիկվանը, հա, մակունցը, նաև անվտանգության խորհրդի քարտուղարի, կոպիտ ասած, ձեռի տակի գործիքն է։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության դեսպան, ցանկացած երկրում ազգային անվտանգության խորհրդի որոշումներին ենթակա։ Չէ, բայց որ վերցնում են կառուցվածքով անվտանգության խորհուրդը վարչապետի աշխատակազմի ենթակայության ներքո է, աշխատակազմի Ոչ, ինքը կարող է տենց սահմանադրական բան օրենքով է տենց, բայց իրականում տենց չի, իր կշիռը շատ ավելի մեծ է։ Վարչապետի աշխատակազմի ենթակա թե վարչապետի աշխատակազմի չէ։ Այսինքն վարչապետի աշխատակազմի ղեկավարը անվտանգության խորհրդին չի կարա հրաման տա, ասի, չգիտեմ, այս ինչ բանը սենց արա։ Չի կարա աշխատակազմի ղեկավարը ասի պատրաստեք այս ինչ հաշվետվությունը տվեք։ Դա կարա ասի վարչապետը։ Դա տարբեր բաներ են։ Իսկ գլխավոր խորհրդականը սենց թե նենց աշխատակազմի ղեկավարը կարա գլխավոր խորհրդականի դռան կողքից անցնելուց դուռը բացի, ասի, այսօր չես մտնելու մոտը, իմ մոտով կգաս։ Թուղթը տուր ես կտամ։ Բայց բացի դրանից, բացի այդ զուտ անձնական բաներից, դու 8 տարի պահում ես մարդուն ամենա
մեծ այդ գաղտնիքներ պարունակող հանձնաժողովի մեջ որպես քարտուղար իր ձեռքի տակով անցնում է այդ բոլոր տեղեկությունները դու ուր ես իրան տանում որ խաղող խորհրդական ինքը առանձին խաղացող է ինքը շատ հաճախ Արմեն Գրիգորյանը եթե մոռացել եք հիշացնեմ այս տարիների ընթացքում ինչ որտեղ նաև նույն իրականում Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ բայց նաև կատարել է արտակարգ եւ լիազոր դեսպան նախարարի բաներ գործառույթներ ինքը եղել է ուղիղ կապի մեջ ամերիկյան կողմի հետ դա բոլորս գիտենք դու հանում ես մարդուն ով մեծ հաշվով արտգործնախարար ու փոխարտգործնախարարի գործողություններ էր կատարում մանավանդ ռազմական եւ ռազմատեխնիկական հարցերով անվտանգային հարցերով հանում տանում ես դնում ես Ամերիկայի նախկինում Ամերիկայի դեսպանի հիմա աշխատակազմի ղեկավարի բանի տակ որը այդ ժամանակ Ամերիկայում գտնվելով հայտնի ամենակ նրանով որ Նենսի Պելոսի կոստյումչիկի գույնի կոստյումչիկներ էր հագնում գնում ստեղ այնտեղ նկարվում էր որտեղ է բանը ուր է այդ ինչը կարող է պատճառ լինել չգիտեմ գաղափար չունեմ դիլետանտություն Նիկոլ Փաշինյանի դիլետանտություն զրո գիտելիքները քտածակի ասենք չունեմ սվարգա է արած Նիկոլի քտածակերը Հատկապես Արմեն Գրիգորյանը ոչ մի բանով չի հակառակ եղել երբեք չի եղել հակառակ նույնիսկ իր հայրենի Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելու դեպքում այո չի եղել գծի մեջ էր միշտ գծի մեջ էր իդեալական անվտանգության խորհրդի քարտուղար ամեն ինչը հասկանում էր, ամեն ինչը ներս էր գցում, բայց միևնույն ժամանակ ինքը համարում էր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն է, Հայաստանի Հանրապետության անվտանգությունից այս պահին ելնում է, այդ ուրեմն այտենց է։ Ինչ խնդրեմ ունեք։ Այդ այն պաշտոնը չի, որտեղ դու կարաս քաղաքական բաներ անես, փուչիկներ բաց թողես ու ասես, որ գիտես ինչ կա բան։ Այդ հանրային պաշտոն չի։ Իդեպ Ալեն Սիմոնյանը նշանակում է, դրանով է խնդրեմ։ Դա հանրային պաշտոն չի։ Այդտեղ չես կարող ասենք եթե դու բարոյականորեն չես տեղավորվում, հանես բարոյականորեն չտեղավորվածը հանես առաջինից։ Այնտեղ դու պետք է անես այն ինչ որ երկրի համար է պետք։ Շատ հաճախ քո հաշվին։ Չեմ բացառում որ Արմենը հոգնել է արդ, էլ չի ուզում։ Հասկանում է ինչ խնդրեմ։ Չէ, դե հրաժեշտի բանից ակնհայտ էր կառավարության նիստում, որ այդ որոշումը իր սրտով չի։ Իհարկե, բա իր սրտով չի, հա, որովհետև ինքը նաև կարող է տեսնում է այն վտանգները, որ Հայաստանի առաջ կան, իսկ ինքը դա տեսնում է ու հասկանում է, որ դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Ինքը նաև մի ֆորմատ ուներ Հաջիևի հետ։ Այո, ինքը Հաջիևի։ Դա գուցե ձախողել էր։ Ի՞նչն է ձախողել, ինչի պատերազմա սկսել։ Ուսանք Հաջիևը անմիջականորեն Ալիևի հետ որ SMS-ներով խոսացող մարդ է։ Ինչ որ խնդրեմ ա եղել։ Ոնց որ չէ։ Փորձագետները գնում էին, գալիս էին, շփվում էին, ի՞նչն է խնդրեմ։ Вообще խնդիր չի եղել։ Դե մինչև այդ որ ինքը բաներ անում, ինքը ուղիղ շփվում էր այդ բաներին։ Քանի անգամ ա եղել որ Արմեն Գրիգորյան գնացել է բաներին Ուկրաինայի այդ անվտանգության համաժողովներին։ Ինչ որ մեկի մոտ դրա այդ խնդրեմը առաջ ուրիշ հարցը որ կարող ռուսներն ասա անի ուրիշ հարցը որ կարող ռուսներն են ասա անի կամ Նիկոլը որոշել է որտեվ ինքը իրան շատ հաճախ չեն ասում ինքը որպես շատ վախկոտ ու շատ քաղքենի մարդ նախապես է անում այդ քայլերը բայց հիմա հայ-ռուսական հարաբերություններն են փուլում են որ ուժային կառույցների արտաքին պաշտոնների հետ կապված Ռուսաստան նախկինում եղել է նման բան, բայց հիմա այս ֆոնի Հիմա ասեմ ինչա, կարող է գազի գնի բարձրացման բան Արմենին ա տվել մատաղ արել։ Որ գնա ասի Լադիմիր լավ էլի տես Արմենին այդքան չես սիրում անել եմ։ Մատվիենկոյի սիրած Ալեն Սիմոնյանին եմ դրել։ Հիմա Մատվիենկոն կարա զանգով իմանա ինչ գաղտնիքներ են քննարկում։ Նենց չի որ Ալենը դա բան գրել, Ալենը ուղղակի հանրային պերսոնաժ է։ Ալեն չի կարա թաքցնի։ Ալենի դեմքին որ նայում ես, գիտես ինչա ինքը ասելու կամ ինչա եղել կամ ինչա լինելու։ Իսկ հնարավոր է Արմեն Գրիգորյանը նոր կուսակցություն ստեղծի։ Հա։ Հնարավոր։ Նու չի անի, ինքը համակարգի մարդ է։ Ինքը համակարգի մարդ է, չի անի, ինքը երբեք չի գնում ԿՊ-ի դեմ։ Ցավալի է, բայց փաստ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Ես եմ շնորհակալ։